Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքում Թումո կենտրոն է բացվել։ Ավելի քան 30 տարի մութ եւ լքված լինելուց հետո այս շենքի յուրօրինակ վերածնունդը Եվրոպական միության եւ Թումոյի արդյունավետ համագործակցության արդյունքներից է։ Այս նախագծի իրականացման համար Եվրոպական միությունը 1 միլիոն եվրո է տրամադրել Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակում։ We are supporting some of the activities of TUMO, one of the most innovative initiatives, not only in Armenia, but also in the world. This is already helping kids from the whole region to acquire skills which are needed in today's economy, but also in today's social and educational life. These are all investments in Armenia's human capital, in Armenia's new generations, but also in the creation of value chains. Եվրոպական միության հետ այս համագործակցությունը Թումոն ռազմավարական է համարում, որովհետև կրկին կրթական հնարավորություններ են ստեղծվում։ Այս անգամ Սյունիքում, որը դրա կարիքը շատ ունի, ելնելով թե աշխարհագրական դիրքից, թե կրթական ծրագրերի հասանելիությունից։ Սյունիքում Թումոն ներկա է արդեն մի քանի տարի, սկսեցինք մի տուփից Կապանում, բայց այժմ մարզի հարավը կարելի է ասել ամբողջացրել ենք, այսինքն Թումոյի ցանցը Սյունիքի հարավում լրիվ հասանելի է։ Թումո Կապանի շնորհիվ մենք կարողանալու ենք շուրջ 2000 ուսանողների հնարավորություն տալ, որպեսզի ստանան Թումոյի կրթությունը տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտում։ Բացի դրանից այս համագործակցության շրջանակում շենքը ունենալու է նաև այսպես կոչված shared space, այսինքն տարածք, որտեղ հնարավոր կլինի հանրությունն էլ օգտվի, ոչ միայն Թումոյի ուսանողները, այլ նաև մարդիկ, ում որ պետք կլինի կրկին միասին աշխատելու տարածք, միջոցառումների տարածք, եւ այժմ նաև աշխատում ենք այն ասպեկտի վրա, որպեսզի հենց Թումո լաբերի մեր նշված ծրագիրը փորձենք որոշակիորեն հասանելի դարձնել Թումո Կապանում Սյունիքի 18+ երիտասարդների համար։ Թումոյի եւ Եվրոպական միության համագործակցության արդյունքները շուտով տեսանելի կլինեն նաեւ Շիրակի մարզում։ Սա Գյումրու հայտնի շուկան է։ 1988 թվականի երկրաշարժից հետո դրա մասին հուշում են միայն հին ցուցանակները, մեծ գրությունն ու մարդիկ, որոնք շարունակում են աշխատել տարածքում։ Շուկայի վերակառուցումից հետո 2026 թվականին այստեղ միջազգային խոհարարական դպրոց կլինի։ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարիլու Փափազյանը 2024 թվականի մարտի 11-ին այս նույն տարածքում համաձայնագիր ստորագրեցին, ստեղծելով հնարավորություն ավելի մեծ երազանքներ իրագործելու համար։ This is going not only to revitalize the old market, not only to create conditions for people to become top-level, world-class chefs and experts in the area of the culinary art, but also it will create a lot of local value chains for the farmers to bring their product to this new market, to the small shops and the small enterprises which are active now in the small markets in the center of Gyumri, to come into better conditions for veterinary and phytosanitary standards, which will again produce higher quality of food, which can also be exported not only to the local markets, but also to world markets, also to the European Union. Again, new sustainable conditions for the economic development of this region. Ըստ համաձայնագրի Եվրոպական միությունը տրամադրել է 2.5 միլիոն եվրո Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման եւ տնտեսական զարգացման խթանման ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար։ Սա լինելու է մի նախագիծ, որը մեզ թույլ կտա ոչ միայն հավելյալ կրկին կրթական հնարավորություններ ստեղծել 18+ երիտասարդների եւ տարիքով ավելի մեծ բնակիչների համար, այլև Գյումրին դարձնել տարածաշրջանում մի հատուկ խոհարարական մայրաքաղաք, որովհետեւ Գյումրիում խոհարարական ավանդույթը շատ հետաքրքիր է եւ շատ ուժեղ է։ Խոհարարական դպրոցի ծրագիրն իրագործելու համար Թումոն համագործակցում է ֆրանսիական հանրահայտ Life ինստիտուտի հետ։ Այս երկու կազմակերպությունների կրթական մեթոդների համատեղմամբ խոհարարական դպրոցում ստեղծվելու են արժեքավոր հմտություններ ստանալու բոլոր պայմանները։ Ծրագիրն իրականացնողները մտածել են նաև շուկայի տարածքում առևտրական գործունեություն ծավալողների մասին։ Նրանց հետ ամիսներ առաջ հանդիպում է տեղի ունեցել։
Խորհրդական դպրոցը բավականին հավակնոտ ծրագիր է եւ արդեն իսկ թեև նույնիսկ շինարարությունը դեռ շուկայի չի սկսվել, այնուամենայնիվ բավականին մեծ աղմուկ բարձրացրած նախագիծ է, որովհետեւ ինչպես գիտեք, այնտեղ գործում է այս պահին մի քիչ քաոտիկ փողոցային շուկա եւ բնականաբար բոլոր այդ մասում գործունեություն եւ առևտրական գործունեություն հատկապես ծավալող քաղաքացիների անհանգստություններ, որ ինչ է լինելու իրենց հետ, երբ որ շուկան կառուցվի եւ այդ մասը հատկապես հենց շուկայի դիմացի կտորը պատկանում է հենց այդ նախագծին, թե ինչ է լինելու։ Մենք արդեն իսկ մեծ հանրային քննարկում եւ հանդիպում ենք ունեցել հետաքրքրված անձանց հետ, այդ թվում այդ մասում գործունեություն ծավալող քաղաքացիների հետ եւ բնականաբար մեր խոստումն է, որ իրենք ունենալու են իրենց տեղը շուկայի մեջ, որ մենք հանդես կգանք առաջարկով, որը բնականաբար կմշակենք այնպես, որ իրենց համար հասանելի եւ ձեռնտու լինի եւ իրենց բոլորին հրավիրելու ենք լավ պայմաններով, ապահով, տաք եւ միջազգային ստանդարտներին համապատասխան շուկայի ներս փողոցային պայմաններից հետո։ Հնարավորություն ավելի մեծ երազանքներ իրագործելու համար եւ հմտություններ, որոնք բացում են նոր ու կարևոր դռներ։ Եվրոպական միության աջակցությունը հենց սրա մասին է, եւ Թումոյի հետ համագործակցությունն այս հանձնառության միայն մեկ օրինակն է։ Ընդլայնելով աջակցության եւ գործունեության սահմանները, Եվրոպական միությունն ու գործընկերները նպաստում են Հայաստանում ավելի վստահ, դիմակայուն եւ ստեղծագործ հասարակության ձևավորմանը։